Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման իմ հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրին կալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը օրերս հերթական անգամ կրկնեց իր առաջարկը ուղղված Ալիևին, այն է, որ արցախցիների վերադարձի իրավունքի զիջման դիմաց Ալիևը հրաժարվի իր Հայաստանի գոյությունը մերժող, այսպես ասած, Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունից։ Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը համեմատության մեջ է դնում մեր բնական իրավունքները այդ կեղծ գաղափարախոսության հետ։ Հիշենք, որ դեռևս ոչ վաղ անցյալում նա Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը ուղիղ նույն հարթակում դրեց, ուղիղ նույն համեմատության մեջ դրեց Արևմտյան Հայաստանի հետ։ Ինչով գոյության լեգիտիմ իրավունք տվեց իմ պատկերացմամբ, գոյության լեգիտիմ իրավունք տվեց Արևմտյան Ադրբեջան այդ կեղծ գաղափարախոսությանը։ Օրերս նորից կրկնել է իր առաջարկը։ Ինչ եք կարծում, Ալիևը կգնա նման զիջման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախցիների իրավունքներից հրաժարվելու պահանջը բխում է հենց Ալիևի կողմից, սպառնալիքի տեսքով։ Խիստ կասկածելի է, որ Ալիևը գնա նման, այսպես ասենք, գործարքի փոխանակել Հայաստանը հրաժարվում է արցախցիների իրավունքից, իսկ ինքը ադրբեջանցիների վերադարձ ասված է իրավունքից։ Նախ մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ Ալիևը մի քանի անգամ շեշտադրեց ոչ միայն այդ իրավունքի առաջնահերթությունը իրենց համար, այլ հանձնարարականներ ուղիղ տվեց միջազգային ասպարեզում առաջ մղել այդ օրակարգը։ Արցախցիների իրավունքի հարցը Ալիևը զգալիորեն փակել է, այդ թվում նաև Հայաստանի մասնակցությամբ, շատ ավելի վաղ այդ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու ակտով եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումներով եւ իրավիճակը կարծում եմ ստեղծել է հետեւյալ տրամաբանությամբ. եթե ուզում եք վերադառնալ, ապա վերադարձեք որպես ադրբեջանի քաղաքացիներ, այդ ռեինտեգրացիա ասվածի տրամաբանության ներքո ամբողջապես ենթակա լինելով Ադրբեջանին, այդտեղ Լեռնային Ղարաբաղ միավոր այլևս գոյություն չունի, գիտենք լուծարել են, հայտարարում են, որ ընդամենը կա Ղարաբաղի տնտեսական շրջան։ Հիմա դիտարկենք, թե այս ռեժիմի պարագայում քանի արցախցի կմտածի վերադառնալու մասին։ Կարծում եմ պատասխանը շատ պարզ է այստեղ։ Միևնույն ժամանակ նույն ռեժիմը դիտարկենք Հայաստանի առնչությամբ։ Հայաստանը ասում է, որ եթե այդպես է, դուք էլ ուրեմն վերադարձը այս ռեժիմով եք իրականացնելու, այլ ռեժիմ չի էլ կարող պատկերացվել իհարկե։ Արդյոք սա կաշկանդելու է Ալիևին, իհարկե ոչ։ Նա պատրաստ է, այո, մի քանի 100,000 ադրբեջանցի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վերադարձնել։ Մենք հասկանում ենք, թե այդ մի քանի 100,000 ադրբեջանցին արդեն ընդհանուր ռազմաքաղաքական ինչպիսի աջակցություն են ստանալու Ադրբեջանից եւ նաեւ Թուրքիայից, ընդհանուր թե քաղաքական միջավայրի, թե իրավունքների բարձրաձայնման եւ այլնի տեսանկյունից։ Եվ արտոնությունների, չէ՞, խոսում են նաեւ հարկային արտոնությունների։ Ադրբեջանցիները խոսում են այն մասին, որ այդտեղ քաղաքական համայնք է եղել։ Ես հիշեցնեմ, մի քանի շաբաթ առաջ Երևանում ինչ որ համաժողով էր եղել, որին մասնակցել էր նաեւ ադրբեջանցի մի փորձագետ։ Իսկ մենք պատկերացնում ենք, որ ադրբեջանցի փորձագետ ասվածը դա կառավարության, այսպես ասած, կից ինչ որ ոչ լեգիտիմ ներկայացուցիչ։ Այո։ Պաշտոնական ասում լեգիտիմ։ Եվ նա խոսել էր այն մասին, որ Ադրբեջանի մեծ համայնք է եղել Հայաստանում, քաղաքական դեր է ունեցել այդ համայնքը եւ պետք է այդ ամեն ինչը հաշվի առնել։ Այսինքն մենք պատկերացնում ենք, թե Ադրբեջանը ինչ մտայնություն ունի եւ ինչ ընդհանուր պատկերացում ունի այդ ադրբեջանցիների վերադարձ ասելով։ Դա պարզապես վերադարձի հարց չէ, դա Հայաստանում կամ Հայաստանը, այսպես ասենք, ճեղքելու մի մեծ ծրագիր է, որը իրականացվելու է այդպես, այո, թող գան որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, հետո սկսելու են արդեն այդ քաղաքացիների ամենատարբեր իրավունքների հարցեր։ Հնարավոր է Հայաստանի վերջը ենթակվի ադրբեջանական համայնք եւ այլն, այո, պատկերացնում ենք, թե այդտեղ սադրանքների, չգիտեմ, ինչեր կարող են առաջանալ, կոնֆլիկտներ, հետո առաջանա դրանց անվտանգության ապահովման հարց եւ այլն։ Ադրբեջանը միշտ է աշխատում այս սկզբունքով։ Ու ներողություն ընդհատման համար, իսկ հնարավոր է, որ դա դիտարկվի ձեր մատնանշած կոնֆլիկտները դիտարկվի որպես պատրվակ Ադրբեջանի համար Հայաստան ներխուժման
այդ համատեքստում։ Լիովին բացառելի չէ տարբերակ, այսինքն ես կարծում եմ նույնիսկ ինչ որ մի ժամանակահատվածում հասկանալի է, եթե միջազգային պատեհություն առաջանա այդպիսի գործողության, բայց մենք գիտենք նաև, որ այդ պատեհությունները որոշակի անկանխատեսելի այս միջավայրում կարող են ցանկացած պահի առաջանալ։ Սրանից բացի, սակայն, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ունի նաև փափուկ ուժով գործելու շատ այդպես երկարատև մշակված ծրագիր։ Հիմա այս ամբողջով հանդերձ երբ հավասարության մեջ է դրվում, լեգիտիմացվում է, որ կա ադրբեջանցիների վերադարձի իրավունք եւ առաջարկում ենք չեղարկել այդ իրավունքը։ Մինչդեռ հասկանալի է, որ այդտեղ այդ իրավունքը չկա, դա Ադրբեջանի պարզապես քաղաքական ինչ որ նախագիծ է, որ փորձում են լեգիտիմացնել, եւ երբ արցախցիների եղած իրավունքի այդ խնդիրը հավասարեցնում ենք ադրբեջանցիների չեղած այդ իրավունքի հետ, ստացվում է, որ մերժելու դեպքում Ադրբեջանը կասի, չէ, դուք էլ բարձրացրեք արցախցիների վերադարձի իրավունքը։ Խնդրեմ, թող վերադառնան որպես ադրբեջանի քաղաքացիներ։ Ես պատրաստ եմ, որ մերոնք վերադառնան, այդ 300,000-ը վերադառնան որպես Հայաստանի քաղաքացիներ։ Ես պատրաստ եմ, դուք էլ այդ նույն կերպ բարձրացրեք ձեր հարցը։ Ես պատկերացնում եմ, այս տրամաբանությամբ է լինելու Ադրբեջանի արձագանքը, ոչ բառացի գուցե, բայց այս տրամաբանության մեջ, եւ մի բան էլ ասեմ այս թեմայով, նույնիսկ խիստ վտանգավոր հեռանկար կա իմ գնահատման տեսանկյունից, որ մեծ հարց է, թե այդ վերադարձող ադրբեջանցիների մեջ արդյոք միայն ադրբեջանցիներ են լինելու, այն որ այդտեղ ադրբեջանական ուժայիններ են լինելու, այսպես ասենք, հատուկ նշանակության ադրբեջանցիներ, կասկած չկա, եթե Աստված մի արած է բանը հասնի այդպիսի իրավիճակի։ Բայց շատ մեծ հարց է, արդյոք Հայաստանը չի դառնալու նաև Մերձավոր Արևելքից Թուրքիայի այդ ազդեցության գոտում եղած խմբավորումների տեղակայման, այո, այդ վերադարձի իրավունք ասվածի տակ տեղակայման ինչ որ։ Որտեղ չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ թվով ահաբեկիչներ էին պատերազմում Արցախի դեմ, այնուհետև ինչ եղան այդ ադրբեջանցիները, ահաբեկիչները ոչ ոք որևէ տեղեկատվություն չունի եւ չի բացառվում, որ հենց այդ ահաբեկիչներով նույնպես Հայաստանը բնակեցվի, որոնց կտրվեն կեղծ փաստաթղթեր, իբր նրանց պապերը ապրել են այս կամ այն հայկական բնակավայրում։ Տեխնիկայի հարց է լինելու ընդհանրապես, այո։ Պարոն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը եւս մի մանիպուլյացիա է անում այդ թեմայով, երբ պարբերաբար հայտարարում է կապված արցախցիների վերադարձի իրավունքի հետ, որ Հայաստանում այլևս չի լինելու Ղարաբաղյան շարժում։ Մինչդեռ Ղարաբաղյան շարժումն ու արցախցիների վերադարձի իրավունքը, կարծում եմ, դրանք միանգամայն տարբեր հարցեր են։ Եվ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը այն համատեքստում, որ եթե մենք հետամուտ լինենք այդ հարցի հետապնդմանը, ապա դա կարող է հանգեցնել պատերազմի։ Սա իհարկե իրավիճակի նենգափոխման քաղաքականություն է եւ քարոզչական դաշտում ստեղծել այդ տպավորությունը։ Նախ հասկանալի է, որ Արցախյան շարժումը մատուցվում է որպես տարածքային հավակնություն Ադրբեջանի նկատմամբ։ Նախ հասկանալի է, որ դա բացարձակ այդպես չէր։ Այդպիսի հավակնություն լինելու դեպքում չէր ձևավորվի միջազգային մանդատ, որը կզբաղվեր այդ հայտնի 3 սկզբունքների հիման վրա կզբաղվեր այդ հակամարտության կարգավորմամբ։ Եվ մենք նաև օրերս այդ հրապարակված փաստաթղթերից էլ տեսնում ենք, այսինքն ոչ թե մենք ենք տեսնում, այլ այդ փաստաթղթերը եւս մեկ անգամ վկայում են, որովհետեւ այդ ամեն ինչը շատ պարզ էր ցանկացած ողջախոհ մարդու համար, որ այդ խնդիրը ամենևին չի դիտարկվել որպես տարածքային հավակնության խնդիր, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքը եւս եղել է այդ ամենում եւ մոտ 3 տասնամյակ այդ խաղաղ կարգավորման գործընթացն էր ընթանում։ Սա վկայում էր, որ Հայաստանի տարածքային հավակնության կամ ագրեսիա ինչ որ այս տիրույթում չէ խնդիրը։ Արցախյան շարժման մասին այդ էջը փակելու եւ այլնի այդ հայտարարությունները ես կարծում եմ մի քիչ նաեւ իր համար ավելի լայն իմաստ ունեն, այսինքն ընդհանրապես փոխել Հայաստանի հանրության պատկերացումները եւ ինքնությունը ընդհանուր առմամբ, նաև պետության հանդեպ վերաբերմունքը եւ գնահատականը, որովհետեւ առանց այդ փոփոխության Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական դիրքերը միշտ լինելու են այսպես վառոդի տակառի վրա գտնվելու տրամաբանությամբ, որտեղ եթե չի փոխվում ինքնությունը, իր քաղաքական դիրքերը անընդհատ հակասության մեջ են լինելու Հայաստանի հանրության ինքնության եւ պետական գիտակցության հետ։ Անկախ նրանից, թե այդ գիտակցությունը ինչ մակարդակի է եւ այլն, այս ամեն ինչը կարելի է քննարկել, բայց սկզբունքային իմաստով հակասության մեջ է լինելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերի հետ։ Հետեւաբար այդտեղ ամրացնելու կամ այդ վառոդի տակառից դուրս գալու համար նա փորձում է լայն իմաստով փոխել
հանրային գիտակցությունը եւ պատկերացումները պետության մասին ընդհանրապես։ Արցախյան շարժման վերաբերյալ իր այդ հայտարարությունները կարծում եմ նաեւ ներառում են այդ ավելի լայն խնդիրը, այդ Արցախը թոք էր մեր վզին, չգիտեմ, աշխարհաքաղաքական թակարդ էր, վերջերս հայտարարեց։ Գործնականում իհարկե շատ լավ հասկանում ենք, որ դա այդպես չէր, եւ ավելին Հայաստանը հիմա է հայտնվել թակարդում եւ առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիքների թակարդում։ Պարոն Բադալյան, դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ցավոք չունեցավ անհրաժեշտ արձագանքը ոչ միայն հասարակության լայն շրջանակներում, այլ նաև քաղաքական դաշտում։ Այն է, որ դեկտեմբերի 1-ին վերջնականապես լուծարվեցին ԵԱԿ Մինսկի բոլոր գրասենյակները եւ չեղյալ հայտարարվեցին մինչ այդ ընդունված բոլոր փաստաթղթերը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հարցը փորձեց, Արցախյան հարցը փորձեց փակել նաև միջազգային օրակարգում։ Ես կարծում եմ, որ Արցախյան հարցի համար բավականին մեծ հարված էր այդ բոլոր նախկինում եղած փաստաթղթերի չեղյալ համարումը։ Հիմա հնարավորություն կա արդյոք ձևավորել նոր միջազգային հարթակ եւ Արցախյան հարցը պահել համենայն դեպս միջազգային օրակարգում։ Եթե դիտարկում ենք Հայաստանի տեսանկյունից, քանի դեռ Հայաստանը այս քաղաքական տրամաբանության մեջ է, այդ հնարավորությունը չկա։ Եվ կարծում եմ ընդհանուր առմամբ նաև աշխարհաքաղաքական դերակատարները չունեն մեծ մոտիվացիա այդ հնարավորության ուղղությամբ։ Սակայն նաև համաձայն չեմ այն գնահատականների հետ, որ Մինսկի խմբի համանախագահության այս լուծարումով, խմբի եւ դրա հետ կապված կառույցների լուծարումով փակվում է Արցախյան հարցը, փակվում է այդ հարցի էջը։ Ես կարծում եմ, այո, փակվում է պատմական որոշակի ցիկլ այդ հարցի, բայց իմ գնահատմամբ ընդհանուր առմամբ այդպիսի խնդիրները չեն փակվում ընդհանրապես եւ երբեք, այսինքն դրանք մշտապես արկա են աշխարհաքաղաքականության process-ում եւ հարցն այն է, թե արդյոք ակտիվացման ինչպիսի փուլեր կլինեն։ Հիմա ենթադրենք 88-ից մի 5-6 տարի առաջ որևէ մտքով չէր անցնի, որ կա Արցախյան հարց։ Որևէ մեկի մտքով չէր անցնի, բայց մի քանի տարի հետո իրավիճակը փոխվեց էապես, թե Խորհրդային Միությունում, թե աշխարհում հետո ընդհանրապես։ Հիմա դարձյալ այդ փոփոխություններն են, ցավոք սրտի այդ փոփոխությունների փուլում Հայաստանը անկարող եղավ պաշտպանել իր հարցը, բայց որևէ կերպ բացառված չէ եւ ավելին ես կարծում եմ անխուսափելիորեն գալու է ինչ-որ շրջափուլ, երբ հարցը կրկին ինչ-որ կերպ ակտիվանալու է աշխարհաքաղաքական տիրույթում։ Հայաստանի խնդիրն ըստիս պատրաստ լինել դրան, թե պետական, թե նաեւ ոչ պետական աշխատանքի իմաստով։ Օրինակ հիմա ըստիս շատ գնահատելի է, որ ձևավորված է այդ Արցախյան իրավունքների հանձնախումբը, տարբեր ոչ միայն հայաստանյան, այլ տարբեր սփյուռքի նաև ներկայացուցիչների միջոցով, եթե չեմ սխալվում, Վարդան Օսկանյանն է գլխավորում, նախաձեռնել եւ գլխավորում, որը ոչ պետական մակարդակում փորձում է հետևողականորեն ինստիտուցիոնալ ինչ-որ միջավայր ստանալ արցախցիների իրավունքների այդ միջազգային սպասարկման տեսանկյունից։ Հարցն այն չէ, այստեղ դա միջազգային օրակարգում ինչ կշիռ ունի, ինչ դեր ունի։ Կարևորը գոնե պահել ինստիտուցիոնալ ամբողջովին չհանվի այդ օրակարգից ու մոռացության չմատնվի։ Երբ հետո հայկական պետությունը արդեն ի վիճակի կլինի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարբեր պատճառներով այդ հարցին ներառվել արդեն պետականորեն, մենք կունենանք որոշակի ինստիտուցիոնալ հիմք։ Ես կարծում եմ նաեւ պետք է ձգտել բացի այդ նախաձեռնությունից այլ նախաձեռնություններ եւս, թեկուզ ոչ կառավարական մակարդակում առաջ մղել։ Այս տեսանկյունից կրկնեմ հարցը փակված չէ, ստիս, այլ է թե ինչ տրամաբանությամբ եւ երբ կարող է առաջանալ կամ այսպես օրակարգային դառնալ։ Այսինքն մենք միշտ պատրաստ լինենք, որ ցանկացած պահի կարող է նորից առաջնային դառնալ Արցախյան հարցի։ Բնականաբար ներողություն, բնականաբար մենք եւս պատրաստ լինենք այնքան, որ մենք մեր հնարավորության դեպքում կարողանանք ակտուալացնենք հարցը, բայց առնվազն լինել պատրաստ, երբ աշխարհաքաղաքական իմաստով ակտուալության պես ժամանակաշրջան կգա, մենք ինչ ենք անելու այդ դեպքում։ Այդ պարագայում հենց դերակատարները, խոշոր դերակատարներն իրենք կարծում եմ կփնտրեն ինչ-որ ձևաչափեր, այսինքն մենք հիմա տեսնում ենք, երբ փլուզվում է աշխարհակարգը,
նոր աշխարհակարգը ձևավորված չէ եւ այդտեղ են փնտրվում նոր ձևաչափեր, ըստ այդմ այսպիսի հարցերը արդեն կախված են լինելու, թե ավելի լայն մակարդակում ինչպիսի համաձայնություններ կլինեն խոշորների միջեւ։ Ինչպես դուք նշեցիք Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները Արցախի վերաբերյալ, որ այն թոք է Հայաստանի վզին, չգիտեմ, տարբեր ձևակերպումներով նա ուզում է հանրության մեջ սերմանել այն միտքը, որ Արցախն էլ մեր բոլոր խնդիրների, խնդիրների պատճառը, եւ դրան զուգահեռ հետեւողականորեն Նիկոլ Փաշինյանը գնում է ազգային արժեքների ոտնահարմանը, իսպառ իր նպատակներով իսպառ վերացմանը, այդ համատեքստում է նաև հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումը որպես ազգային արժեքների ամենակարևորագույն հենասյուներից մեկը, մեր պատմական հիշողության կրողը, ազգային արժեքների մեկտեղողը եւ այլն եւ այլն։ Իհարկե այն պատճառաբանությունը կուսակրոնության ուխտի խախտում եւ այլն արդեն բոլորն են հասկանում, որ այդ պատրվակները տափակաբանություն են, իրականում խնդիրը ոչ թե վեհապարի անձն է կամ կուսակրոնության ուխտի հնարավոր խախտումը, այլ հարձակումը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ որպես ազգային արժեքային համակարգի։ Հիմա Նիկոլ Փաշինյանին այնուամենայնիվ գուցե սխալվում եմ եւ Աստված տա որ սխալվեմ, հաջողվել է մի բան անել, սասանել ամենայն դեպս այս պայդրությամբ հիմքերը, պարակտել եկեղեցին, թեկուզ որպես օրինակ բերենք 10 եպիսկոպոսների հայտարարությունները միացումը Նիկոլ Փաշինյանի այդ պարակտիչ գործընթացներին։ Հիմա այդ սահմանագիծը որտեղ է որ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ հնարավոր է չհատի, որովհետև կարծես նա չունի որևէ կարմիր գիծ, կարծես չունի եզրագիծ եւ պատրաստ է ընդհուպ գնալ մինչև վերջ։ Հիմա չեք կարծում արդյոք որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է եկեղեցին վերածել ինչ որ մի աշխարհիկ կառույցից, զրկել հոգեվորից, զրկել բացառիկությունից եւ հոգեվորականներին վերածել ուղղակի որպես գրանցված աշխատողների, ոչ պաշտոնական, այսպես ասած, պետական ծառայողների։ Որովհետև ներողություն ինչի համար է ինձ հիմք տալիս այդ ամենը մտածելու, որովհետև նա հրապարակեց ճանապարհային քարտեզ եկեղեցու հետ կապված եւ նա ընդհուպ առաջարկում է փոխել եկեղեցու կանոնագիրքը եւ եկեղեցուն բերել հարկային դաշտ, հոգեվորականներին էլ գրանցել որպես պետական բառը չասեմ, որպես գրանցված աշխատողներ։ Այդտեղ նույնիսկ հոգեվորականների ինչ որ սոցիալական գրավչության բաներ էր առաջարկում եւ այլն, այդպես ընտրակաշարքի տրամաբանությամբ։ Սահմանագից նստիս Նիկոլ Փաշինյանի իշխանական դիրքերն են, այսինքն քանի դեռ նա իշխանության է, կարծում եմ եկեղեցու հարցում իր ծրագրերի առումով գնալու է հետևողականորեն այնքան որքան կարող է գնալ։ Իհարկե այդտեղ կարող են առաջանալ հանրային դիմակայության ինչ որ գծեր, երբ ինչ որ քայլեր, ինչ որ մտայնություն Նիկոլ Փաշինյանը տվյալ պահին չի կարող իրագործել, բայց նա հետևողական գնալու է իմ գնահատմամբ այդ ամենի ուղղությամբ։ Եվ քանի դեռ իշխանության է, բնականաբար տնօրինում է շատ լծակներ այդ քայլերը իրականացնելու համար։ Չեմ բացառում, որ կարող է փոխվել քաղաքական մոտիվացիոն ինչ որ միջավայր եւ այդտեղ Փաշինյանի մոտ առնվազն դինամիկայի նվազում տեղի ունենա մոտիվացիայի իմաստով։ Բայց խնդիրը շատ պարզ է, եկեղեցին ենթարկեցնել իր քաղաքական պատկերացումներին եւ քաղաքական իշխանությանը, բայց նաեւ բացի ներքին հարցերից կարծում եմ այստեղ խթանների շարքում առանցքային են նաեւ արտաքին գործոններ, այն աշխարհակարգային փոփոխությունները, որ տեղի են ունենում, ես կարծում եմ ներառում են նաեւ հարցեր, որտեղ հայ առաքելական եկեղեցին սուբյեկտ է իր շատ մեծ պատմությամբ եւ իր որոշակի իրավունքներով։ Օրինակ, ես այս մասին բազմիցս խոսել եմ, մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքի վերափոխման մեծ գործընթաց այս համաշխարհային շրջանակներում եւ մեր եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին Մերձավոր Արևելքում առանցքային դավանական ներկայություն ունեցող կառույցներից մեկն է, որը ոչ միայն ունի ներկայություն, այլ նաեւ դրանից բխող իրավունքներ։ Հասկանալի է, որ մեր եկեղեցին այդտեղ իր սուբյեկտությամբ դառնում է, այսպես ասեմ, ինչ որ մեկին եւ ոչ միայն մեկին մրցակից։ Ինչպես հաղթահարել այդ մրցակիցը, եթե ոչ արդեն իսկ քաղաքական իմաստով հաղթահարված Հայաստանի քաղաքական իշխանությամբ։ Քաղաքական իմաստով հաղթահարված նկատի ունեմ պատերազմը, պարտությունը, Արցախի կորուստը, այդ ամեն ինչի հանդեպ Հայաստանի իշխանության լոյալությունը
եւ ենթակայությունը դրանից բխող արդեն Ադրբեջանի, Թուրքիայի նարատիվներին, այս ամեն ինչը քաղաքական իմաստով հաղթահարել է Հայաստանի պետականությունը ցավոք սրտի։ Եվ հիմա դրա միջոցով փորձ է արվում հաղթահարել հայ առաքելական եկեղեցու սուբյեկտությունը։ Ոչ միայն Մերձավոր Արևելքում, բայց այնտեղ ես կարծում եմ հարցերը իսկապես առանցքային են, հաշվի առնելով այդ ռեգիոնի գերկարևորությունը, եւ դրանից բխող նաեւ ընդհանրապես համաշխարհային համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է խաղալ նաեւ այս դաշտում, բավարարելով այն մոտիվները, որ կան հայ առաքելական եկեղեցու հանդեպ, բնականաբար այդտեղ փորձելով նաեւ խաղել արդեն իր ներքաղաքական դիվիդենդները։ Օրեր առաջ Հռոմի Պապը ողջույններ էր հղել վեհափառին, շատերի կողմից այն ընդունվեց որպես ոգևորող փաստ, որ Հռոմի Պապը նույնպես աջակցում է հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի Պապը կանգնած է վեհափառի, այսպես խոսակցական լեզվով ասած, մեջքին եւ այլն, ու տեսան այդտեղ Նիկոլ Փաշինյանի պարտությունը։ Սակայն եթե չեմ սխալվում, դուք անդրադարձել եք այդ թեմային, չէ՞, Հռոմի Պապու այդ ողջունին ու կարծես թե այդքան էլ համամիտ չէիք այդ ոգևորությունների հետ։ Խնդրում եմ մի փոքր ներկայացնեք, ինչու՞մն է, որտեղ է վտանգը կամ եթե ճիշտ ձևակերպեն կեղծիքը այդ ամենի։ Նախ առաջին հերթին այդ ողջույնները բնականաբար մեծ հաշվով ոչինչ չեն նշանակում։ Ես չեմ ուզում հիշեցնել Հուդայի համբույրի այդ Դուք դա էլ եք տրամաբանությունը, բայց ողջույնները այս պարագայում կարող են պարզապես լինել այդպես հարողակարգային հարցեր։ Բուն խնդիրը հետեւյալն է, թե ինչպիսի շահեր կան, տվյալ դեպքում Վատիկանի պարագայում ինչպիսի շահեր կան։ Վատիկանը, որը վերջին տարիներին, վերջին երևի 2-3 տասնամյակին զգալիորեն կորցրել է իր ազդեցությունը համաշխարհային գործերի վրա ընդհանրապես, փորձում է դրանք վերականգնել, փորձում է դա վերականգնել, օգտվելով նաև հենց աշխարհակարգային այս մեծ վերաձևումներից, որը ցանկացած դեպքում հնարավորություն է հավակնություններ ունեցող որևէ խաղացողի համար, իսկ Վատիկանը կարծում եմ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ ոչ միայն կրոնական կազմակերպություն է, այլ լինելով պետություն, նաև խոշոր իմաստով միլիարդից ավելի կաթոլիկներ ներառող եկեղեցի եւ ինստիտուտ ունի շատ մեծ հավակնություններ եւ կարողություններ։ Եվ այս առումով ուզում եմ հիշեցնել, թե ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի Վատիկան այցի ընթացքում, որ, եթե չեմ սխալվում, հոկտեմբերին էր կամ նոյեմբերին, որտեղ երբ այնտեղ սրբադասման արարողությանը մասնակցելու համար մեկնել էր Վատիկան եւ տեղի ունեցավ հանդիպում հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք կաթողիկոսի հետ։ Եվ նաև նկատվեց այդ հանգամանքը, երբ Նիկոլ Փաշինյանը հաղորդություն ստացավ կաթոլիկ եկեղեցու այդ միջոցառմանը, այն դեպքում, երբ ինքը հռչակում է իրեն որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը անուշադիր է եղել այս հանգամանքների հանդեպ։ Հիմա Վատիկանի հավակնությունների շրջանակում է նաև արևելյան խոշորագույն եկեղեցիներից եւ խորքային եկեղեցիներից մեկի հանդեպ գերակայության հաստատումը։ Իսկ դրանցից մեկը իր առանցքային դիմագծով, իր դավանական, գաղափարական եւ այլս ինքնությամբ առանցքայիններից մեկը հայ առաքելական եկեղեցին է։ Հետեւաբար, եթե հայ առաքելական եկեղեցին գտնվում է այն ընդհանուր ազդեցության տրամաբանության տակ, որ կպատկերացնի նաեւ Վատիկանը, Սուրբ Աթոռը իր ազդեցության արեալում, այդ թվում նաեւ արևելյան քրիստոնյաների ընդգրկման տրամաբանության մեջ, ապա այս պարագայում իհարկե գործնականում Վատիկանը որևէ դեմ բան չի ունենա հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Բայց եթե եկեղեցին պահպանում է իր ինքնությունը եւ պահպանում է իր սուբյեկտությունը լայն իմաստով, ապա այստեղ հասկանում ենք, որ խոսքը մրցակից եկեղեցիների մասին է արդեն։ Հետեւաբար այդ ողջույնը մրցակիցները իհարկե կարող են ողջունել իրար, այսինքն այստեղ ոչ մի դատապարտելի բան չկա, բայց դա այո չի նշանակում, որ Հռոմի Պապը իր ողջույնով կաթողիկոս Գարեգին II-ին աջակցություն է հայտնում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի այս արշավի։ Այսինքն այս իմաստով կարծում եմ այդ պատկերացումները մի քիչ ավելի միամիտ կարող են լինել։ Այս տեսանկյունից իդեպ սա ամենևին չի նշանակում, որ հայ առաքելական եկեղեցին էլ Վատիկանի հանդեպ պետք է դիրքավորի որպես ինչ որ չգիտեմ, թշնամական կամ Նիկոլ Փաշինյանին աջակցող ինչ որ բան, չէ, պետք է հակառակը աշխատել Վատիկանի հետ, որովհետև գործ ունեն իսկապես շատ հզոր մի կառույցի հետ, աշխատել եւ ինչ որ հարցերում պայմանավորվել, այո, որովհետև այստեղ խնդիրը այդպես բաց արճակատմամբ լուծելի խնդիր չէ։
Այդուհանդերձ այդ պայմանավորվածությունները չպետք է լինեն հայ առաքելական եկեղեցու դավանական ինքնության եւ այդ սուբյեկտության հաշվին բնականաբար։ Պարոն Բադալյան, մի հարցի անդրադառնանք, որը այս բանը կարող է абսուրդ թվալ։ Նայեք, Նիկոլ Փաշինյանի Վատիկանում հաղորդություն ստանալուց որոշ ժամանակ հետո նա հանդես եկավ Facebook-յան գրառմամբ, որում շեշտեց, որ հայոց եկեղեցին, հայաստանյաց եկեղեցին իր ձևակերպմամբ հիմնվել է 301 թվականին պետության կողմից։ Իհարկե, անտեսելով այն փաստը, որ Տրթատ-Գ-ն ընդամենը քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն, ոչ թե հիմնադրեց հայ առաքելական եկեղեցին։ Նա անտեսեց նաև այն հանգամանքը, որ հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է Թադեոս եւ Բարդուղեմեոս առաքյալների կողմից եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է առաքելական։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը այդ ամենը ասել է տգիտության արդյունքում։ Ես առասարակ սխալ եմ համարում նրան տգետ անվանելը, որովհետեւ երբ որ նրան անվանում են տգետ, դրանով մեղմացվում են նրա գործած բոլոր այսպես ասած չարիքները, որովհետև մարդիկ կարող են ասել, դե լավ, տգետ է, չի հասկանում ինչ է անում։ Սակայն նա ամեն ինչ անում է հետևողականորեն եւ նպատակաուղղված։ Հիմա ել եմ ասում, կարող է մի փոքր абսուրդ թվալ, հիմա արդյոք նա հող չի պատրաստում, որպեսի հայ առաքելական եկեղեցում երկրորդի առաքելական հատվածը եւ տանի ձուլման դեպի օրինակ հենց կաթոլիկ եկեղեցուն։ Չեմ կարծում, թե այդպես անմիջական ձուլման խնդիր դրված է եւ այդ անմիջական ձուլման ինչ որ նպատակ կա։ Ինչպես նշեցի, ենթակայության միջավայր ձևավորել եւ սա իմ կարծիքով բավական նկատելի է, բայց այս ձևակերպումները ըստ իս միտված են արդեն ավելի շատ ներքին քարոզչական դաշտում սպասարկել հետեւյալը, որ իր հավակնությունները պետական ենթակայության վերցնել հայ առաքելական եկեղեցին, այսինքն ենթարկեցնել պետությանը, իսկ տվյալ դեպքում հասկանալի է ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, որովհետև հայ առաքելական եկեղեցին պետությանը ենթակա է այնքանով, ինչքանով գործում է այդ պետության օրենքների եւ սահմանադրության շրջանակում։ Եթե դուրս լինի այդ սահմանադրությունից եւ օրենքներից, այդ դեպքում կարելի է մտածել, որ եկեղեցին դուրս է պետական ենթակայությունից։ Այստեղ հասկանալի է, այդ պետական ենթակայություն ասվածի տակ, այդ տրամաբանության ներքո դիտարկվում է քաղաքական ենթակայություն։ Այս առումով իհարկե այս սևեռուն մեկնաբանությունները, որ պատմության եւ եկեղեցու հիմնադրման եւ այլնի վերաբերյալ տալիս է Նիկոլ Փաշինյանը, ըստ իս կապված են հենց դրա հետ, ինքը փնտրում է իր նպատակների իրականացման ավելի լայն քարոզչական, այսպես ռեսուրս ցույց տալու համար, որ տեսեք, ես առաջինը չեմ, ընդհանրապես ես վերականգնում եմ պատմական իրողությունները, պատմական օրինաչափությունները եւ այլն։ Իսկ գործնականում հենց պետությունն է այս դեպքում դուրս եկել սահմանադրության շրջանակից, երբ տեսնում ենք եւ փորձում է միջամտել հայ առաքելական եկեղեցու գործերին։ Եվ ավելին, այստեղ կա նաեւ մյուս հանգամանքը, մեր եկեղեցին այն ընդգրկուն մեծ կառույցն է, բացառիկ այն ինստիտուտը, որը գործում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ նաև այլ պետությունների այսօրվա դրության տարածքում։ Եվ այստեղ հարց է առաջանում, եթե մեր եկեղեցին ենթարկեցվում է պետական այդ նարատիվներին, իսկ այս դեպքում, ինչպես նշեցի, քաղաքական, ընդհանրապես քաղաքական իշխանության նարատիվներին։ Ինչպիսի հարաբերությունների մեջ է լինում, օրինակ, Մայրաթոր Էջմիածնի հետ որևէ արտերկրում գտնվող թեմ, որովհետև այդ թեմերը գործում են մեր պետությունից դուրս, ենթակա են այլ պետությունների օրենսդրությանը, այդուհանդերձ, եւ այստեղ արդյոք չի ստեղծվի մի իրավիճակ, երբ պարզապես մեր եկեղեցին կմասնատվի նաեւ այդ տրամաբանությամբ։ Շատ հնարավոր է։ Մեր պետության շրջանակում գործող եւ դրսի այլ պետությունների շրջանակում գործող։ Սրանով է նաև այս մոտեցումը եւ այս մտայնությունը վտանգավոր, ել չասած այդ պետական ատրիբուտների տեղակայման մասին, որ, չգիտեմ, օրհներ քնչեցնենք եկեղեցիներում, դրոշ դնենք։ Սա ըստ էության մի բան է, որ օրինակ եթե տարածում ենք նաև դրսում գործող եկեղեցիների վրա, այդ պետական ենթակայությունն էլ քաղաքական իշխանության դոմինանտությունն էլ վրադիր, մեր եկեղեցիները կվերածվեն ընդհանրապես ինչ-որ դեսպանատների նման մի կառույցների, այսինքն որտեղ դրոշն է դրած, հետո կարող է զինանշանի դնելու, այսպես գաղափար առաջանալ խաչերի փոխարեն կամ խաչի կողքին։ Այսինքն այդ սևեռուն գաղափարները, երբ հաջողություն ունենան հանրային որևէ ընկալման տեսանկյունից,
դրանք անընդհատ կարող են առաջ գնալ եւ այստեղ այն ինչ այսօր մի քիչ աբսուրդ կարող է թվալ, Վաղը կարող է կյանքի կոչվել, ի վերջո չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը առ այս պահը նախնական փուլում ինչ որ հայտարարել է, մենք սկզբից դա համարել ենք աբսուրդ, մենք նույնիսկ հեգնել ենք, ծիծաղացել ենք, սակայն ժամանակի ընթացքում այն կյանքի է կոչվել, նույն ասենք բերենք այն կեղծ հակադրությունը հայոց պատմության եւ Հայաստանի պատմության մեջ եւ նմանատիպ նույն իր հարձակումները Արարատ լեռան նկատմամբ արհեստականորեն Արագած Սարի, որը երբևէ չի երկրորդվել հայերի մոտ, սակայն նրա կողմից արհեստականորեն այսպես փառաբանում, սկզբնական շրջանում մենք ծիծաղում էինք, սակայն կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը իր ցանկացած ասացի հետևից հետևողականորեն գնում է եւ կյանքի է կոչում, այսինքն կոտրում է բոլոր պատնեշները եւ ի վերջո մենք կանգնում ենք փաստի առաջ։ Հիմա պարոն Բադալյան, որն է ելքը լինելու այս ամենից, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ լծակ վեհապարին հեռացնելու, նույնիսկ եթե վեհապարին կալանավորի, ինչին Նիկոլ Փաշինյանը ունակ է, հաշվի առնենք, որ այս պահին կալանավայրում են գտնվում 4 սրբազաններ, նույնիսկ վեհապարին կալանավորելու դեպքում վեհապարը չի դադարում լինելու ամենայն հայոց կաթողիկոսը։ Հիմա որն է այս հարցի եզրահանգումը, հավել եմ, որ թեպետ նա չունի հանրային աջակցություն լայն առումով իր այս գործընթացներում, բայց այնուամենայնիվ չկա նաև հանրային լայն դիմադրություն։ Բացառությամբ Գյումրում փոքրիկ այս դրվագների չկա լայն դիմադրություն նաև հանրության կողմից։ Հիմա որն է հանգուցալուծումը լինելու այս Փաշինյան եկեղեցի հակամարտության։ Ըստ իս հանգուցալուծումը նույնիսկ պետք է լինի ոչ թե հենց Փաշինյան եկեղեցի դիմակայության կամ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի իմաստով, այլ լայն իմաստով, որովհետև այս արշավը ընդամենը ավելի լայն համատեքստում տեղի ունեցողի մի մաս է։ Խնդիրն ըստ իս այն է, որ չի ձևավորվում հետևողական աշխատանքով նոր համակարգ հանրային ներառականությամբ, որը եթե պայմանական ասեմ, զուգահեռ իշխանություն կձևավորի Հայաստանում, ոչ թե երկիշխանության մասին է խոսքը, այլ իշխանություն նախ հանրային մտքերի եւ հանրային այսպես նպատակների արժեքների իմաստով, որը դե ֆակտո կստեղծի նոր իրավիճակ Հայաստանում, իսկ այդ պարագայում անխուսափելի կլինի արդեն նոր իշխանության ձևավորումը, հենց դե յուրե իմաստով։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, դուք էլ նշեցիք, որ Փաշինյանը հետևողական է իր իշխանության ձևավորման կամ ամրապնդման հարցում եւ բոլոր քայլերը ամենևին այո անգիտությամբ կամ ինչ որ չգիտեմ պատրանքներով չեն պլանավորվում, այլ շատ հստակ շարժվում է ինչ որ ուղղությամբ։ Հակառակ process ցավոք սրտի չկա, հակառակ process նկատի ունեմ հանրային դաշտում, հակառակ այլընտրանքային համակարգերի ձևավորման իմաստով, որոնք ոչ թե կգնան Փաշինյանի ինչ որ նպատակներով ստեղծված իրավիճակների հետևից, այլ կստեղծեն իրավիճակներ հանրային լայն ներառականությամբ, կրկնեմ այդ առաջին հերթին մտքի արժեքների իմաստով, եւ հետո արդեն հարաբերությունների համակարգերի, չգիտեմ, դա կլինեն քաղաքական կառույցներ, դա կլինեն քաղաքական մեխանիզմներ, թե հասարակական մեխանիզմներ։ Ցավոք սրտի հայաստանյան այդ process-ի բացակայությունն է, որ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալիս է իսկապես իր այդ հետևողականությունը կապիտալիզացնել։ Եթե այստեղ պատկերը սկսի փոխվել, ես կարծում եմ իրավիճակի փոփոխությունը արդեն կլինի շատ իրատեսական եւ շատ ավելի արագ, քան կարող է պատկերացվել այս պահին։ Դե ինչ պարոն Բադալյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ հնարավորության համար։ Մեդիա հաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։